Բարև ձեզ, դուք դիտում եք լրազումը, այսօր իմ գործընկերներ Դերնիկ Մալխասյանի և Թաթուլ Հակոբյանի հետ զրուցելու ենք օրվա կարևոր իրադարձություններից։ Թաթուլ արդեն մի քանի օր է նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Լատինական Ամերիկայում է և երեկ Արգենտինայում էր, Արգենտինահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բավական երկար ելույթ է ունեցել, խոսել է մի շարք խնդիրներից, այդ թվում նաև ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջազգային ճանաչման և առկա խնդիրների մասին։ Սերժ Սարգսյանը խոսել է նաև արդար հիշողության մասին։ Առհասարակ ինչպես կգնահատեք ելույթը և այդ հիշողությանն ու թուրքական կողմի որդեգրած քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականների վերաբերյալ ձեր դիտարկումը։ Արփի մի քանի բան այս առումով պիտի ասեմ, նախ որպես տեքստ իհարկե Սերժ Սարգսյանի ելույթը բավականին լավ էր գրված, ես նկատի ունեմ հենց այն հատվածը, որ նշեցիք, երբ որ խոսքը վերաբերում էր Դավութօղլուի պատասխանին, Դավութօղլուին պատասխան էր դա, երբ որ Դավութօղլուն բոլորին վերջերս թուրքական մի հանդեսում արդար հիշողության մասին հոդված էր գրել։ Նախ ինքնին լավ է, որ նման հոդվածներին Հայաստանը պատասխանում է բավականին բարձր մակարդակով, դա շատ կարևոր է։ Երկրորդ լավ էր, որ նաև ինչպես մենք այստեղ մեր հաղորդումներից մեկի ժամանակ ենք քննարկել եւ ասել, որ Դավութօղլուի արդար հիշողությունը բոլորովին էլ արդար չէ, սկսած նրա, ասենք, երբ որ հրանդինքի հետ կապված նա սպանություն բառը չի օգտագործում է մահ բառը, այսինքն մարդ, որը խուսափում է իրերը իրենց անունով անվանել, մեր բոլորին վերջերս տեղի ունեցավ, ինչպես կարող է 100 տարի առաջ կատարված դեպքերը, եւ Սերժ Սարգսյանը հստակ ասել էր, որ դա մեզ համար անընդունելի է հավասարության նշան դնել հայ ժողովրդի կրած տառապանքների եւ առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության ղեկավարության արկածախնդիր քաղաքականության արդյունքում Օսմանյան զոհերի միջև եւ այս իմաստով բնականաբար լավ էր եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ առաջիկա ամիսները միջև 100-ամյա այս հանգրվանը այսպիսի այսպես եմ կռիվներ լինելու են, թուրքական կողմը փորձելու է հանդես գալ կոնստրուկտիվ դիրքորոշումից, հայկական կողմը փորձելու է հակադարձել, կրկնեմ, որպես տեքստ լավ էր, իհարկե ասված էր հայության հետ հանդիպման ժամանակ, բայց այստեղ մի մեծ ես պրոբլեմ եմ տեսնում, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել արձանագրություններից, մասնավորապես այդ արձանագրությունների այն կետից, որտեղ ասվում է, որ Հայաստանը փաստորեն պատրաստակամություն է հայտնում պատմության հանձնաժողով ստեղծել պատմական հարցերի թուրքերի հետ, նման ելույթները չեն կարող լինել առաջնայինը այդ փաստաթուղթն է, թեկուզ կիսամեռ վիճակում, եւ քանի դեռ այդ փաստաթղթերից մենք չենք հրաժարվել, նման հայտարարությունները այն էլ արված հայության համար այդքան էլ, այսպես ասած, չգիտեմ նույնիսկ ինձ բառ օգտագործեմ, այնքան էլ չեն հասնի միջազգային ականջին, այսպես ասեմ։ Որովհետև միջազգային հանրության համար կարևոր շարունակում են մնալ փաստաթղթեր, արձանագրությունները, իսկ ես վստահ չեմ, որ որևէ գոնե համաշխարհային որևէ լրատվամիջոց օրինակ անդրադարձել է Սերժ Սարգսյանի Արգենտինայի հանդիպման ժամանակ նրա մի մեծ ելույթի այն հատվածին, որտեղ նա խոսում է, որտեղ պատասխան է տալիս Դավութօղլուին, հա։ Ես չեմ էլ կարծում, որ որևէ մեկը կանդրադառնա դրան։ Մենք Թաթուլ կխոսենք նաև Սերժ Սարգսյանի առհասարակ արտասանած ճառերի տեքստերի կամ հորդորների եւ իրականության անհամապատասխանության մասին։ Դերենիկ, մի քանի ամիս առաջ դու երկու հոդված հրապարակեցիր, որը վերաբերում էր Շիրակի ոստիկանապետի գործողություններին ոչ օրինաչափ, դրանից հետո հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցեց, դրան հաջորդեց դատախազության գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նախաքննական փաստ հրապարակող սուբյեկտը կենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ այն լրատվամիջոցներ, ովքեր մասնակից են եղել այդ փաստի հրապարակմանը, կարող են հրավիրվել դատախազություն եւ գործով հետաքրքրվող կամ գործը հետաքննող դատախազը կարող է համապատասխան միջոցներ կիրառել, լրագրողից ստիպելով բացահայտել աղբյուրը։ Եվ ամսի 26-ին կենտրոնի առաջին այցյանի դատավոր Գագիկ Խուդոյանը դատական ակտ է կայացրել, համաձայն որի հրապարակ թերթի եւ Այլուր կայքի լրագրողներին հրավիրել են դատարան, որպեսզի նրանք բացահայտեն այն աղբյուրը, որից եղել էր արտահոսքը Շիրակի ոստիկանապետի
գործողությունների վերաբերյալ։ Այս դատական այս ակտը աննախադեպ է եւ բավական վտանգավոր։ Ինչ խնդիրներ է տեսնում սրա հետ կապված մամուլի ազատության առումով։ Արփի այստեղ կրկին հայկական մարազմի տարբերակն է, տեսեք, նախ հատուկ քննչական ծառայությունը գլխավոր դատախազությունը ընդհանրապես իրավապահ համակարգը կոծկեց Վարդան Նադարյանի եւ անմոռացա չեմպիոնի, այդպես ասենք, տեղի ունեցա Ալեքսանյանի, Արթուր Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպը եւ հիմա այդքանով չբավարարվեց, որ կոծկվել է այդ ամեն ինչը, ակնհայտ է, որ ինչ-որ բան եղել է, կարծում եմ, որ հենց նկարագրածով էլ եղել է, ինչ-որ նկարագրվում էր Այլուր լրատվական կայքում, հիմա իրենք շարունակում են, սա հոգեբանական ճնշման ձևերից մեկն է, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ պարտադրանքի կգնան, ուղղակի սրանով փորձում են ահու սարսափ, եթե կարելի է այդպես ասել, բայց ավելի մեղմ բառով։ Վախի մթնոլորտ ստեղծել։ Չէ, զսպիչ շապիկ հագցնել, զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին, որ մյուս անգամ, դե գիտեն, չէ, իրենք իրենց ոստիկանապետերին ու իրենց պաշտոնյաներին կարող է, ասենք, վաղը մեկ այլ ոստիկանապետ մարդ ծեծի եւ նույն ընթացքը ունենա, արտահոսք լինի, փորձում են սրանով ուղղակի հասկացնել, մեսիջ տալ մյուս լրատվամիջոցներին, որ անելուց առաջ արժե մտածել, որովհետեւ նման նախադեպ կա։ Ինքնագրաքննության ինստիտուտի զարգացումը։ Դա շատ կարևոր հոգեբանական ազդեցություն է ունենում լրատվամիջոցներին, տեսեք, այս հրապարակվում է, կարդում են, չէ, լրագրողներն ու լրատվամիջոցները, եւ հենց պահը գա այդպիսի լուր հրապարակելու, հաստատ կմտածի, որ արդյոք արժի նման լուր հրապարակել, կարող է մենք կանգնենք, ասենք, այս փաստերի առաջ, ինչ է նշանակում հրապարակել աղբյուրը, լավ, եթե դեպքը տեղի չի ունեցել, էլ ինչի են իրենք խորացել, որ իրենց ասելով տեղի չի ունեցել, էլի, խորացել աղբյուր են ուզում բացահայտել, որ ինչ։ Քննչական ծառայությունը ծանր հոդվածով, քրեական հոդվածով մտել է դատարան եւ միայն այդ դեպքում է օրենքը թույլ տալիս լրագրողին ստիպել դատարանի միջոցով բացել աղբյուրը։ Այո, բայց խնդիրը հետեւյալն է։ Լավ, եթե այդքան անհանգստացած եք իրավապահ համակարգի, այսինքն արդյունավետ գործունեությունից կամ չգիտեմ ինչից, այդ դեպքում դատի տվեք այդ լրատվամիջոցներին սուտ լուրեր, ասենք, հրապարակելու համար, դա չեք անում, պարտադրում եք աղբյուրը բացել, ինչի է, տրամաբանությունը հասկանանք, ոչ մի տրամաբանություն չկա, եթե սուտը տեղի չի ունեցել, ապա դատի տվեք, զրպարտության համար դատի տվեք, չեն արել դա, հիմա ասում են աղբյուրը հրապարակեք, այստեղ ինչու՞մն է տրամաբանությունը։ Իմ կարծիքով այս դեպքում արդեն թիրախը դարձել է ոչ թե լրատվամիջոցը, այլ այն մարդիկ, ովքեր լրատվամիջոցներին տալիս են հավաստի ինֆորմացիա, այսինքն եթե մի անգամ ստացվի Հայաստանում, որ գոնե մի անգամ մի լրագրող բացի աղբյուրը, դրանով կվտանգվի առհասարակ մամուլի ազատությունը, որովհետև այլևս ոչ մի աղբյուր, գաղտնի աղբյուր չի համարձակվի որևէ լրագրողի տալ մի ինֆորմացիա, որը հնարավոր է դատական կարգով ստիպել բացել։ Դրան գումարած նաև ես կարծում եմ, որ դատարանը եւ իհարկե իշխանությունները չեն գնա այն ճանապարհով, որ եթե լրագրողը հրաժարվի բացել աղբյուրը, նրան քրեական պատասխանատվության կենթարկեն, կդատապարտեն ազատազրկման։ Դա չի լինի, որովհետև չգիտեմ, ազգային դավաճանության կամ պետական դավաճանության խնդիր չկա, չգիտեմ, ազգային պետական գաղտնիք չեն հրապարակել, բայց խուլիգանության մասին հաղորդում են ներկայացրել, որը պետք է մեր իրավապահ համակարգը նորմալ հետաքններ։ Ունի լրագրողը, եթե դեպքը տեղի է ունեցել, գնացեք եւ եթե իհարկե նախաքննական փաստ է հրապարակվել, գնացեք ձեր նախաքննական մարմնից գտեք այն մարդուն, ով որ տվել է այդ արտահոսքը։ Լավ, վերադառնանք Սերժ Սարգսյանին, Հայաստանում ամեն ինչ գլխիվայր ու ծուռ հայելիների միջոցով է տեղ ունենում։ Թաթուլ դուք խոսեցիք, որ Սերժ Սարգսյանի ելույթը ըստ էության լավ կառուցված տեքստ էր, եթե դիտարկեն գործողությունների մեջ չի համապատասխանում որևէ կերպ այն գործողություններին ու քաղաքականության այն տրամաբանությանը, ինչ իրականացնում է Սերժ Սարգսյանը եւ իր իշխանությունը։ Սերժ Սարգսյանի ելույթները հաճախ են լինում հաջող կառուցված Ստրասբուրգում կամ միջազգային այլատյաններում, հատկապես վերջին ժամանակներս, երբ խոսում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, երբ խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, որպես ելույթ հանդես է գալիս շատ հայերի համար հաճելի տեսանկյունից, բայց գործողությունները ու հատկապես վերջի ժամանակներս Ղարաբաղյան հակամարտության ուղղված միջազգային հայտարարությունները շատ մտահոգիչ են ու չեն համապատասխանում տեքստերի բովանդակությանը։ Արփի, գիտես, ես այստեղ հարցին պատասխանելով ուզում եմ
մի կողմ դնել Սերժ Սարգսյանին եւ ընդհանրապես Հայաստանի գործող իշխանություններին, մենք տեսնում ենք, որ միշտ էլ նաեւ դա բնորոշ է եղել շատ նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ մի քանի լսարանների համար են խոսել ինչպես պաշտոնյաներ, արտգործնախարարներ, ընդհանրապես դրսում խոսացող մարդիկ, այսինքն մի քանի լեզու են օգտագործել, լեզու միջազգային հանրության համար, լեզու Սփյուռքի համար, լեզու ներքին լսարանի համար։ Սա ինչ որտեղ գուցե տրամաբանական է, նորմալ է, որովհետև այն լեզուն, որ դու օգտագործում ես ներքին լսարանի համար, դու չես կարող օգտագործել միջազգային հանրությանը դիմելիս եւ չես կարող նույն լեզուն օգտագործել, նույն թեմայի մասին է խոսքը, Սփյուռքի հետ հանդիպման ժամանակ։ Բնականաբար, երբ որ դու գնում ես Սփյուռք, պետք է խոսես ցեղասպանության մասին եւ պիտի քարի վրա չդնես թուրքերի հետ կապված ինչ-որ ելույթներ ունենալու համար, հա։ Բայց այստեղ մի ուրիշ խնդրեմ է առաջանում, երբ որ դու ժամանակի ընթացքում կոնկրետ Ղարաբաղյան հարցի հետ կապված եմ ասում, տեսեք, դու ինչ որ ներքին լսարանին տալիս ես լավ դրական մեսիջներ տալիս ես ու հանկարծ գալիս է մի պահ, որ լուծումը, ասենք, կարգավորում մոտենում է ու հանկարծ բացում ես փաթեթը ու ժողովրդի համար դա սառը ցնցուղ է։ Այսինքն շոկ է դա, այսինքն մի բան խոսացել ես, բոլորովին այլ բան բանակցել ես։ Նույնը այսօրվա տեղի ունենում, ասենք, էլի գուցե մի քիչ հեռանում եմ հարցից, տեղի ունենում այն հայտարարությունից, որ արել է Միացյալ Նահանգների դեսպանը, չէ, որը խոսում է, ասենք, տարածքներ հետ տալու մասին։ Տեսեք, տարածքներ հետ տալու մասին բացահայտ խոսել է, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի 97 թվականի ելույթի ժամանակ եւ ասուլիսի ժամանակ հոդված գրեց։ Ասենք Ռոբերտ Քոչարյանի 2006 թվականին Ալ Ջազիրային տված հարցազրույցում ես հատուկ եմ բոլոր նախագահներից օրինակները բերում, որպեսզի չասեն որևէ մեկին պաշտպանում եմ, հա, ասում է, որ Ղարաբաղյան հարցը վաղուց լուծված կլիներ, ադրբեջանցիներն էլ 6 շրջանները հետ ստացած կլինեին, եթե կարգավորման այս տարբերակ ընդունած լինեին։ Նույն Սերժ Սարգսյանը Սիրիայում իր վերջի ելույթների ժամանակ մի քանի տարի առաջ ասեց, որ մենք պատրաստ ենք տալու 6 շրջան Ադրբեջանին։ Ուզում եմ ասեմ, որ այսպիսի բաներ միշտ էլ եղել են եւ սա երկսայրի սուր է։ Մի կողմից բայց նախորդ երկու նախկին նախագահների դեպքում տարածքներ տալու եւ ինքնորոշման իրավունք ճանաչելու հարց կար։ Սերժ Սարգսյանի դեպքում կարծես արդեն ինքնորոշման իրավունքը տարածքներ տալու զուգահեռ երկրորդ պլան է։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեր բոլոր նախագահների, բոլոր արտգործնախարարների ժամանակ կրկնում եմ, եղել են նյուանսային տարբերություններ, բայց փիլիսոփայությունը ընդհանուր առմամբ գրեթե նույնն է եղել։ Իհարկե որոշակի փոփոխություններ եղել են, մի կողմից մի քիչ մեր համար լավ, մի քիչ մեր համար վատ, բայց ընդհանուր առմամբ բոլորի համար էլ փաստ է եղել, ակնհայտ է եղել բոլոր նախագահների, նրանց արտգործնախարարների համար, որ բանակցում են, որպեսզի հետ տանք, ասենք, այսինքն Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանին միացումը կամ ինքնորոշման իրավունքը ճանաչում են 6 շրջաններ հետ տալու դիմաց, այսինքն սա է եղել ընդհանուր մոտեցումը։ Եվ վերջում եւս մեկ բան եմ ուզում ասել, որը գուցե այդքան էլ հարցի հետ կապ չունի, տեսեք, հիմա բոլորը փորձում են քննադատել Միացյալ Նահանգներում Հայաստանին դեսպանին, լավ են անում, հարց չունեմ։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Հա, հարց չունեմ, ես էլ կարող եմ քննադատել, երևի որ նայեմ, ես էլ երևի մի 10 անգամ էլ ես էլ նախկին Ամերիկայի դեսպաններին քննադատել եմ։ Բայց իմ համար այստեղ կարևորը ոչ թե դեսպանին քննադատելն է, կարևորը, այլ կարևորը իմ համար ոչ թե դեսպանի ասածներն են աղմկահարույց, այլ Հայաստանի իշխանությունների լռությունն է։ Հասկանում եք։ Այսինքն մենք այսպես եմ վրա ենք տալի օտարին, կլինի ռուս, ամերիկացի, ֆրանսիացի, բայց մերոնց լռությանը չենք արձագանքում։ Էս է իմ համար այսպես եմ անհասկանալին։ Արփի այդ տրամաբանության մեջ խոսում է Սերժ Սարգսյանի Լատինական Ամերիկա հայցի մասին նրա հայտարարությունների, ընդհանրապես Սերժ Սարգսյանը հայկական նախագահական ինստիտուտի գործունեության մեջ մի շատ բացասական բան դրել, արմատավորեց, այսինքն եթե այդպես կարելի ասել, դա այն է, երբ նա սկսում է իր անատական շահերը ծառայեցնել բացառապես
պետությունը ծառայեցնել բացառապես իր անհատական շահերին։ Տեսեք, Լատինական Ամերիկա է այցելել, չէ՞։ Եկեք տեսնենք ինչ տրամաբանությունից ելնելով այցելել է Լատինական Ամերիկա։ Ընդհանրապես պետությունների արտաքին քաղաքականության մեջ գերակա համարվում է տնտեսական շահը։ Տնտեսական շահից գալիս է այնտեղ քաղաքական, չգիտեմ, ներքին, արտաքին քաղաքական մյուս շահերը։ Հիմնականը դա տնտեսականն է։ Լատինական Ամերիկայի մասով մի տարի առաջ Էդվարդ Նալբանդյանն էր այնտեղ։ Մի տարի անցավ, 0 չէ, ասենք Լատինական Ամերիկայի հետ ոչ մի գործարք, ոչ մի շփում, բացահայտում են Լատինական Ամերիկա։ Հա, դե իրանց համար բացահայտում են, էլի, ասենք էկզոտիկա է, չէ, Սերժ Սարգսյանը Լատինական Ամերիկայում չի եղել, հիմա գնացել է էկզոտիկ, Հովիկ Աբրահամյանն էր այնտեղ 2 տարի առաջ կարծեմ։ Հիմա գնացել է Արգենտինա կամ ասենք Ուրուգվայ։ Եկեք տեսնենք, ասենք Ուրուգվայի հետ մեր ապրանքաշրջանառությունը ինչ մակարդակի վրա է, ինչ ակնկալիքներ ունենք մենք Ուրուգվայից, Ուրուգվայը ինչ ակնկալիք ունի Հայաստանից։ Լավ, հասկացանք, ցեղասպանություն, առաջին ցեղասպանությունից առանցած երկին է, բարեկամ են, չգիտեմ, լավ են տրամադրված, բայց պետական շահերի տեսանկյունից բարեկամ, իրար սիրել կամ չսիրել հասկացողություն չկա, կա պետական շահ հասկացողությունը։ Հիմա այդ պետական որ շահից դրդված Սերժ Սարգսյանը հասել է Լատինական Ամերիկա։ Իդեպ, ասենք, ծախսերը այնտեղ հասնելու բավականին թանկ են, ու չգիտեմ, ասենք, այս աղքատության եզրին գտնվող երկրի նախագահան իրեն ինչպես կարող է թույլ տալ, ասենք մի քանի $100,000 ծախսել, գնալ Լատինական Ամերիկա, ինչ որ, չգիտեմ, հաճոյախոսություններով փոխանակվել մի 3 նախագահի հետ վերադառնալ եւ դրանից հետո 0 արդյունք։ Սերժ Սարգսյանի շրջագայությունների տրամաբանությունը հիմնականում այդ կոնտեքստում է տեղավորվում, որ ասենք հայլուրով ցույց տան, որ տեսեք Սերժ Սարգսյանին ընդունեց Ուրուգվայի նախագահ, չգիտեմ, Արգենտինայի նախագահ։ Արգենտինայի նախագահի դեպ հանդիպում տեղի չի ունեցել։ Դե չի ունեցել։ Որում Ուրուգվայի նախագահը աշխարհին հայտնի է իր ամենաժուշկալ բարքուվարքով եւ աղքատներին օգնելու իր սովորություններով իր աշխատավարձի 90%-ը նա տալիս է աղքատներին, օգտվում է հանրային տրանսպորտից, հանրային հիվանդանոցից, ապրում է մեկ սենյականոց տան մեջ, ունի հավ եւ ընդհանրապես քշում է Volkswagen Ժուկ 80 քանի թվականի Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր կլիներ Սերժ Սարգսյանի Ուրուգվայի նախագահի հանդիպումն ու դրանից հետո մեր նախագահի խոհերն այդ մասին ես անձամբ շատ կուզեի ծանոթանալ, թե ինչ տպավորություններ ու ինչ մտքի փոխանակումներ կան իր գործընկերների հետ այդ ամենից հետո շնորհակալություն մեկնաբանությունների համար, այսպեսին էլ լրազումը շարունակեք հետևել Civilnet-ին։